ապրելու միջոցը աշխատելն է։ Ուրիշ լավ ապրելու միջոց պարզապես գոյություն չունի։ Համենայն դեպս օրինական միջոց գոյություն չունի եւ անօրինական միջոցներով էլի հնարավոր չէ լավ ապրել, որովհետեւ լավ ապրելու կարևոր կոմպոնենտներից է նաեւ այդ հոգեկան հանդարտությունը եւ հանգստությունը։ Եթե որ մեկը ապօրինի ճանապարհով է լավ ապրում կամ փորձում լավ ապրել, ակնհայտ է, որ ինքը քունը կորցնելու է եւ սա չի կարող համարել լավ ապրել։ Հիմա, բայց ոչ բոլոր աշխատանքներն են ցավոք բերում եւ հանգեցնում լավ ապրելու։ Հետեւաբար ոնց պետք է մարդը լավ ապրի։ Մեր ընկալումն այն է, որ պետությունը պետք է մարդուն աջակցի, քաջալերի, որպեսզի ինքը լավ ապրելու համար անհրաժեշտ ավելի լավ աշխատանք ունենալու առավել մեծ հմտություններ ձեռք բերի։ Նաև էս է պատճառը, որ մենք անդադ խոսում ենք ցկյանասկրթության մասին։ Էլի վերադառնալով այդ թեմային, ուզում եմ արձանագրել հետևյալը։ Եթե մեր մոտ որևէ բան չի ստացվում, եթե մենք չենք կարողանում հասնել այնպիսի աշխատանքի, որը մեզ կհասցնի առավել բարեկեցության ավելի բարձր մակարդակի, ուրեմն մենք պետք է անդրադառնանք մեր գիտելիքին, մեր հմտություններին, մեր կրթությանը, անհրաժեշտության դեպքում գնալ վերապատրաստման եւ վերամասնագիտացման ճանապարհով եւ պետությունը այստեղ է, որ առաջին հերթին պետք է օգնի քաղաքացիներին ամենատարբեր ծրագրերով։ Ես էլի ուզում եմ ասել, չկա լավ ապրելու տարբերակ առանց աշխատանքի։ Ընդ որում աշխատանք ասելով ես ես վերջերս մի հետաքրքիր բան եմ նկատել, երբ որ մարդուն ասում են աշխատանք ունեք, շատ հաճախ մարդիկ ասում են չէ, չեմ աշխատում, հետո խոսակցության ընթացքում պարզվում է, որ իրենք ասենք օրինակ, իրենք ունեն ինչ-որ բիզնես։ Եվ տարօրինակ կերպով մարդիկ այդ բիզնեսը աշխատանք չեն համարում, մինչդեռ ընդհակառակը հենց բիզնեսը աշխատանք է, զբաղվածություն է բառացիորեն, եւ այստեղ էլ սոցիալ հոգեբանական մի նրբություն կա, որը դեռ պետք է հասկանալ։ Իսկ որ աշխատանքում եւ բիզնեսում հաջողությունը կապված է անհատական հմտությունների հետ, ես օրինակ դա ընկալում եմ հետեւյալ տրամաբանությամբ եւ պատկերով։ Ասենք օրինակ մենք շատ ենք տեսնում, որ նույն փողոցի վրա իրար կողմ գործում են կրպակներ, խանութներ եւ շատ հաճախ մենք արտաքին տեսքից արդեն հասկանում ենք եւ հետագա ուսումնասիրությունից էլ պարզում ենք, որ այս մի կրպակի գործերը լավ են, այս մյուս կրպակի գործերը վատ են։ Այս մի կրպակը զարգանում է, կողքին անմիջապես գտնվող կրպակը ընդհակառակը գնում է քայքայման եւ փակման ճանապարհով։ Նույն փողոցը, նույն տարածքը, նույն երկիրը, նույն համակարգը, նույն հաճախորդները։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ կպած, ես համոզված եմ, որ դուք եք ձեր թաղամասերում, ձեր մոտակայքում նայեք եւ կտեսնեք այդպիսի իրավիճակներ, որ իրար կպած երկու կրպակ կամ խանութ բոլորովին տարբեր իրավիճակներում են եւ իրադրություններում են։ Ի՞նչն է դրա պատճառը։ Դրա պատճառը անհատական հմտություններն են, անհատական գիտելիքը, որովհետև երկուսն էլ նույն դաշտում են գործում, երկուսն էլ նույն պայմաններում, նույն եղանակային, օրենսդրական եւ բոլոր հնարավոր նույն պայմաններում են գործում։ Այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ մարդու անհատական հմտությունները զարգացնելը պետության առաջնային պարտավորությունն է, եւ սա է պատճառը, որ մենք ասում ենք, պետությունը պետք է ուժեղացնի մարդուն։ Ինչով պետք է պետությունը ուժեղացնի մարդուն։ Առաջին հերթին կրթությամբ, իհարկե սկսած մանկապարտեզից եւ դպրոցից։ Իսկ ինչով մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Մարդը պետությանը պետք է ուժեղացնի հարկեր վճարելով, որովհետև այդ վճարված հարկերի միջոցով այդ թվում պետությունը մարդկանց նորից եւ ավելի ուժեղացնելու հնարավորություն է ստանում։ Իմիջիայլոց ուզում եմ անդրադառնալ նաեւ հարկերը դեմոնիզացնելու քաղաքականությամբ, որովհետև նրանք, ովքեր դեմոնիզացնում են հարկերը, նրանք խոսում են պետություն չունենալու, անկախություն չունենալու, ինքնիշխանություն չունենալու, զարգացում չունենալու, անվտանգություն չունենալու, խաղաղություն չունենալու օգտին։ Սա բացարձակապես անընդունելի է։ Պետությունը նույնպես ընտանիք է։ Ընտանիքը ո՞նց է ապրում։ Ընտանիքը ապրում է հետևյալ կերպ։ Մարդիկ աշխատում են
իրենց աշխատածը ինչ որ մի հատված օգտագործում են նեղ անձնական կարիքների համար, մյուս հատվածը դնում են ընտանեկան բյուջե։ Եվ ինչքան ընտանեկան բյուջե գումարը մտնում, այդքան ավելի լավ ապրում է այդ ընտանիքը։ Նույնն էլ պետությունն է, ոչ մի տարբերություն։ Եվ հետևաբար, ինչքան շատ ենք մենք ներդրում պետական բյուջե, այնքան ավելի մեծանում է մեր բարեկեցությունը։ Ես էլի ու էլի ուզում եմ կրկնել իմ անձնական համոզմունքը եւ դա ակնհայտ է կարծում եմ։ Մարդու բարեկեցությունը առաջին հերթին կախված է ոչ թե նրանից, թե ինքը իր անձնական բարեկեցության համար ինչքան փող է ծախսում, մեզնից յուրաքանչյուրի անձնական բարեկեցությունը կախված է նրանից, թե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ինչքան փող է ծախսում յուրաքանչյուրի բարեկեցության համար։ Դրա ակնհայտ օրինակը առողջության ապահովագրությունը, որը արդեն կայացած իրողություն է Հայաստանի Հանրապետությունում։ Էլի բերում եմ շատ հայտնի եւ իմ սիրած օրինակը։ Մեզնից յուրաքանչյուրը չի կարող ինքը իր համար ճանապարհ կառուցել։ Ճանապարհները, որը մենք կառուցում ենք, բոլորի համար է, բայց մեզնից յուրաքանչյուրի համար է։ Որտեւ եթե մենք նույնիսկ ամենաճոխ ավտոմեքենան ունենանք եւ ճանապարհներ գոյություն չունենան, այդ ճոխ ավտոմեքենաները շատ արագ ջարդուփշուր կլինեն եւ հետեւաբար մեր բարեկեցությունը այդ մեքենան վայելելու կախված առաջին հերթին կախված չի նրանից, թե մենք ինչքան ենք գումար ծախսում մեր անձնական բարեկեցության համար, որտեղ մենք անձնական բարեկեցության համար ինչ որ մեկը, չգիտեմ, ինչ արժեն այդ մեքենաները, ասենք մեծ գումար է ծախսել եւ իր համար առելա, չգիտեմ, ինչ, Bentley է առել կամ Maybach է առել։ Բայց իր բարեկեցությունը կախված չի դրանից, որովհետեւ այլ կախված է նրանից, թե պետությունը գումար ծախսել է որակյալ ճանապարհ ունենալու համար։ Եթե չկա որակյալ ճանապարհ, ուրեմն այդ մարդը, այդ Maybach-ը կամ չգիտեմ ուրիշ ով ինչ մեքենա նախընտրում, ով ինչի հնարավորություն, ոչ մեկ չի կարող վայելել։ Սա է ամենապարզ պրիմիտիվ օրինակը։ Պատկերացրեք, մարդը ունի հնարավորություն ձեռք բերել S-դասի Mercedes, բայց երկրում չկան ճանապարհներ։ Այդ Mercedes-ը շատ արագ քարուքանդ կլինի։ Կամ ես միշտ այդ օրինակն եմ բերում, ասում եմ պատկերացրեք մի մարդ հսկայական առանձնատուն է կառուցել։ Ճոխ առանձնատուն է կառուցել։ Արդյոք ինքը իր բարեկեցության համար ծախսել է հսկայական գումար, բայց արդյոք նա հենց դրանից է առաջին հերթին կախված իր բարեկեցությունը։ Ոչ, որտեվ եթե օրինակ պետությունը գումար ծախսած չծախսի եւ կոյուղի գոյություն չունենա, այդ մարդը այդ դղյակում չի կարող բարեկեցիկ ապրել։ Եթե պետությունը գումար չծախսի եւ ջրագծեր գոյություն չունենան, այդ մարդը այդ դղյակի մեջ չի կարող բարեկեցիկ ապրել։ Եթե պետությունը գումար չծախսի էներգամատակարարման եւ գազամատակարարման համակարգեր անցկացնելու վրա, այդ մարդը չի կարող բարեկեցիկ ապրել։ Եթե պետությունը գումար չծախսի ճանապարհներ կառուցելու համար, այդ մարդը այդ դղյակում չի կարող բարեկեցիկ ապրել։ Եթե պետությունը գումար չծախսի իրավակարգ եւ անվտանգություն ապահովելու համար, ասենք օրինակ ոստիկանություն չլինի երկրում, քննչական մարմիններ չլինեն, 10 օրվա ընթացքում այդ դղյակից քարերը կմնան, որովհետեւ այնպես կթալանեն, որ այդ մարդու վրա սկի խաբար չի լինի։ Եթե պետությունը գումար չծախսի առողջապահական համակարգ ունենալու համար, այդ դղյակը այդ մարդը չի կարող վայելել։ Եվ այլն, այսպես դպրոց, մանկապարտեզ եւ ամենատարբեր բաներ։